Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ։ Փաստինֆոյթերում շարունակում ենք հետևել միջազգային իրադրությանը։ Ադրբեջանը նոր պահանջներ է առաջ քաշում խաղաղության պայմանագրի ստորագրման հետ կապված։ Ալիևի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Ամիրբեկովն է հանդես եկել հայտարարությամբ, որտեղ նշում է, որ Ադրբեջանը կստորագրի խաղաղության պայմանագիրը, եթե Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը համապատասխանեցվի նախաստորագրված պայմանագրի նախագծին։ Ամիրբեկովը նոր պատմություն է կերտում միջազգային իրավունքում, քանզի ինչպես հայտնի է, սովորաբար միջազգային պայմանագրերն են համապատասխանեցվում երկրների սահմանադրություններին, այլ ոչ թե սահմանադրություններն են համապատասխանեցվում միջազգային պայմանագրերին, բայց պարզվում է, որ Ադրբեջանի պարագայում ամեն ինչ էլ կարող է պատահել, եւ Հայաստանի սահմանադրությունը պետք է համապատասխանեցվի ստորագրված կամ նախաստորագրված պայմանագրի նախագծին, նոր միայն դրանից հետո Ադրբեջանը կարող է շնորհ անել ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Ակնհայտ է, որ սահմանադրության փոփոխությունը Ադրբեջանի հերթական պահանջներից մեկն է, բայց վստահ ենք ոչ վերջինը։ Սահմանադրության փոփոխությունից հետո Ադրբեջանը նոր պահանջներ է առաջ քաշելու, որոնք արդեն ըստ էության ուրվագծվում են, ինչպես ասում են, քաղաքական երկնակամարում։ Բայց այն, որ Ադրբեջանը կարող է նման հայտարարություն անել եւ համապատասխանության հետ կապված սահմանադրությունը փոխելու հարց դնել, սա արդեն նորություն էր։ Բայց զարմանալիորեն երրորդ կողմը կամ այն պետությունը, որի միջնորդությամբ նախաստորագրվել է երկու պետությունների միջև խաղաղության պայմանագրի նախագիծը, այդ մասին որևէ տեղեկատվություն չի տարածում կամ դրա մասին ոչինչ չի ասում։ Վստահ ենք, որ Տրամպը չի էլ հիշում, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին նախաստորագրվել է ինչ-որ պայմանագրի նախագիծ, քանզի դա մեծ հաշվով Տրամպին պետք էլ չէր։ Իսկ Ադրբեջանի վարած քաղաքականությունը ակնհայտ է դարձնում մի բան. Ադրբեջանը ամեն ինչ անելու է խաղաղության պայմանագիրը առհասարակ չստորագրելու կամ այնպիսի պայմաններով ստորագրելու համար, որը հավասարազոր է լինելու կապիտուլյացիայի։ Բայց դեռևս Ամիրբեկովի այս հայտարարությանը Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը կարծես թե չի պատասխանել։ Հուսանք կպատասխանի եւ Ամիրբեկովին իր տեղը ցույց կտա, հղում անելով միջազգային իրավունքին, որ սահմանադրությանը պետք է համապատասխանեն ստորագրված կամ նախաստորագրված միջազգային պայմանագրերը, այլ ոչ թե հակառակը։ Եվ այս պարագայում Ադրբեջանը կարծում ենք դեռ սովորելու շատ բան ունի, հատկապես երբ խոսքը գնում է միջազգային իրավունքի ոլորտում գրագիտության մասին։ Ինչևէ, սպասենք տեսնենք, թե իրադարձություններն այստեղ ինչպես են զարգանում։ Երկրորդ թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, կրկին կապ ունի հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ, բայց այս անգամ այն դիտարկենք Իրանի տեսանկյունից։ Իրանում տեղի է ունեցել հանդիպում Իրանում հավատարմագրված Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի եւ Իրանի հոգեվոր առաջնորդի խորհրդական վելայեթի միջև։ Եվ այդ հանդիպան ժամանակ վելայեթին բարձրացրել է Տրամպի մայրուղու հարցը, նշելով, որ իր համար եւ իրենց համար Տրամպի մայրուղին եւ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը հավասարազոր ձևակերպումներ են եւ մտահոգություն է հայտնել այն առիթով, որ տարածաշրջանում կարող են հայտնվել օտարերկրյա ուժեր։ Այն մասին, որ Իրանում կան տարբեր կարծիքներ Տրամպի մայրուղու հետ կապված, մենք շատ ենք խոսել։ Ըստ էության Իրանի նախագահի այցը Հայաստան եւս չփարատեց այդ կասկածները, չնայած հայկական կողմի տված հավաստիացումներին։ Վելայեթին պարզ նշում է, որ Տրամպի ուղին իրենց համար անընդունելի է, իսկ վելայեթին պատահական մարդ չէ։ Մենք գիտենք, որ Իրանի նաև զինված ուժերը եւ Իսլամի հեղափոխության պահապանների կորպուսը, նաև քաղաքական համակարգի մեծ մասը ուղիղ կերպով ենթարկվում են հենց Իրանի հոգեվոր առաջնորդին եւ նրա խորհրդականի ասածը մենք կարող ենք որակել իբրև Իրանի հոգեվոր առաջնորդի կողմից արված նախազգուշացում։ Այդ հանդիպումից հետո վելայեթին հանդիպում է նաև Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ եւ այս հարցը կրկին բարձրացվում է։ Դա նշանակում է, որ Իրանի բարձրագույն իշխանության մակարդակով այս հարցը քննարկվում։ Տրամպի մայրուղու հետ կապված խոսակցությունները շարունակվում են եւ իրադարձությունները շատ ավելի բուրըն են սկսելու զարգանալ։ Բացի դրանից, հիշեցնեմ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության 4-րդ դեպարտամենտի ղեկավարի խոսքը առ այն, որ Տրամպի մայրուղին առանց Ռուսաստանի մասնակցության ուղղակի չի կարող իրականացվել։
Սա ևս մի փաստ է, որի մասին մենք շատ ենք խոսել, բայց մեզ հավաստիացնում էին, որ նաև ռուսական որոշ շրջանակներ էին պնդում, թե Ռուսաստանը ըստ էության անտարբեր վերաբերմունք ունի Տրամպի մայրուղու հետ կապված եւ իր համար միևնույն է, թե այնտեղ ինչ իրադարձություններ կզարգանան, բայց իրավիճակի, ինչպես ասում են, գետնի վրա վերլուծությունը ցույց է տալիս, որ միևնույնը չէր կարող լինել մի շարք պատճառներով եւ այդ պատճառների մասին խոսեց նաեւ Ռուսաստանի արտգործնախարարության համապատասխան պաշտոնյան։ Ինչևէ, Տրամպի մայրուղու շուրջ իրավիճակը իրոք լարվում է։ Տարածաշրջանային տերությունները իրենց անհամաձայնությունն են հայտնում դրա հետ կապված եւ այս հարցում կարծես թե չի լսվում արդեն թուրքական կողմի խոսքը, քանզի թուրքերը շատ լավ հասկանում են, որ տարածաշրջանային տերությունների անհամաձայնության պարագայում իրենք միայնակ չեն կարող մաս կազմել այդ մայրուղուն, քանզի մայրուղու նկատմամբ վերահսկողությունը իրականացնելու է համենայն դեպս ենթակառուցվածքների մուտք ու ելքի հետ կապված քաղաքական մի կենտրոն, իսկ ճանապարհը անցնելու է տարածաշրջանային մեկ այլ տերության սահմանների կողքով, որը արդեն իր անհամաձայնությունը հայտնել է սրա հետ կապված։ Սպասենք տեսնենք, թե իրավիճակը ինչպես է զարգանում եւ ինչ նոր զարգացումներ են սպասվում մեզ բոլորիս։ Եվ վերջին թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, կապ ունի Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունների հետ, բայց կրկին մեզ է վերաբերվում։ Ադրբեջանի խորհրդարանը նախորդին վավերացրել է Թուրքիայի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիրը։ Սա նշանակում է, որ հարձակման պարագայում երկուստեղ ռազմական փոխօգնություն պետք է տրամադրվի, բայց միջազգային շատ փորձագետներ սրան այլ տեսանկյունից են դիտարկում։ Նրանք կարծում են, որ խոսքը ոչ թե ուղղակի երկու երկրների միջև ռազմական փոխօգնության մասին պայմանագրի ստորագրումն է կամ վավերացումը, այլ խոսքը գնում է ըստ էության թուրքական բանակի ստեղծման մասին, եւ Ադրբեջանն ու Թուրքիան առաջին քայլն արդեն անում են համաթուրքական բանակ ստեղծելու հետ կապված։ Ակնկալում ենք, որ առաջիկայում նման հայտարարություններ կամ նմանաբովանդակ պայմանագրեր կարող են ստորագրվել նաև Կենտրոնական Ասիայի թուրքական պետությունների հետ, իհարկե ոչ բոլորի հետ, բայց առանձին պետություններ կարծում են կմիանան այս պայմանագրին։ Սա նշանակում է, որ Տրամպի մայրուղու հետ կապված իրավիճակը շատ կտրուկ զարգացումներ է ունենալու եւ կարող է նաև տարածաշրջանում ուղիղ բախումների հասցնել տարածաշրջանային կենտրոնների միջև, քանզի անհամաձայնությունները, որոնք կան ենթակառուցվածքների ապաշրջափակման հետ կապված այնքան խորն են, որ ինչ որ մի բայի դրանք կարող են ուղղակի չկարգավորվել դիվանագիտության միջոցով եւ բանակցությունների սեղանի շուրջ, բայց պետք է ամեն ինչ անենք, որ այդ անհամաձայնությունը եւ բախումները լինեն Հայաստանի Հանրապետության տարածքներից դուրս, Աստված մի արածե, եթե Հայաստանի Հանրապետության տարածքը դիցուք Սյունիքի մարզը դառնա աշխարհաքաղաքական բախումների կենտրոն։ Իսկ որ կողմերը պատրաստվում են եւ կողմերը իրենց անհամաձայնությունն արդեն հստակ եւ ուղիղ կերպով են ասում, սա արդեն նշանակում է, որ իրավիճակը կարող է մոտենալ պայթյունավտանգի։ Այս թեմաներն էին, որոնց այսօր ես ցանկացա անդրադառնալ, այսօր այսքանն է, շնորհակալություն, կհանդիպենք եթերում։